ես չեմ ուզում մտնեմ այդ խոսակցության մեջ։ Ես կասեմ հետևյալը։ Եկեղեցին ինքը պետք է լուծի իր հարցերը։ Չի կարող եկեղեցական հարցերը լուծվել եկեղեցուց դուրս։ Շատ լավ, բայց չեն լուծում, ասում են ձեր գործը չի, մենք իսկ ով է դիմել եկեղեցուն եւ այդ հարցի հետ կապված բարձաբանում չի ստացել։ Բայց ձևը դիմելու, մի րոպե, ձևը դիմելու այդպես չէ։ Իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, դու չես հասկանում, բլոգերա թե վարչապետ, ամեն առավոտ մի գրառում է անում։ Թրամփն էլ է գրառում անում։ Մի րոպե, մի գրառում է անում, որով ինչ որ մեղադրանքներ, սպառնալիքներ, շանտաժ, եթե հարց ունի եւ ինքը այդքան մտածում է եկեղեցու մասին, դրա ձևը կա։ Մի հատ նամակ է գրում։ Գրավոր դիմում։ Նամակ է գրում եկեղեցիական խորհրդին եւ ասում է, «Սենց խնդիր կա, խնդրում եմ այդ հարցը լուծեք»։ Իսկ այն ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ է եւ Նիկոլ Փաշինյանը երևի թե ուզում է դառնա միապետ եւ եկեղեցին էլ ուզուրպացնի եւ դառնա ամենայն հայոց վարչապետ։ Եկեղեցիները միշտ էլ միապետությունը սիրում են, եթե պատմությունը նայենք, բայց հիմա էլի ասեմ, այդ հարցը չի շարունակվի, չէ՞, եթե հստակ պատասխան ունենանք, օրինակ ես սպասում եմ, որ կաթողիկոսը կամ դուք որպես իրակողմնակից եւ նախկին ԱԱԾ պետք կասեք, չկա տես բան, մենք էլ շուտ կգանք իշխանությանը, կասենք հələ լսեք, նախկին ԱԱԾ պետ չպետք է ընդհանրապես, ես եթե նկատել եք ընդհանրապես չեմ խոսում մարդկանց անձնական կյանքի մասին։ Երբևիցե դուք չեք տեսնի, որ ես խոսամ։ Մի րոպե, սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք։ Սովորական մարդ եւ սովորական անձնական կյանք չի, սա եկեղեցի է, անջատ կառույց։ Եվ պարտավոր են այդ կառույցի վերաբերյալ հարցերը քննարկվեն բացառապես այդ կառույցում։ Մեր եկեղեցին չի կարող դառնալ թիրախի առարկա, չի կարող եւ վերջ։